Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Եգորյան, ազգային ժողովում լսումներ տեղի ունեցան մարտի 1-ի գործի վերաբերյալ, նախ ինչ է տալիս սա ընդհանուր առմամբ գործի քննությանը։ Դե մի քանի ասպեկտով ես կուզեի անել։ Ընդհանրապես այսպիսի քննարկումները կարևոր են ինչպես ժողովրդավարական հասարակությունում եւ պետությունում տեղի ունենալու եւ կարծիքներն ավելի խորը եւ լայն փոխանակելու, այնպես էլ պրակտիկ առումով դրանք կարան խթան հանդիսանան հետագա գործընթացների համար, կարան եւ չհանդիսանան։ Հետեւաբար ինչ է տալիս հարցի պատասխանը այս պահին վերջնական հնարավոր չի տալ։ Հուսանք, որ դրանք կտան բազմաթիվ հարցերով վերանայումներ, վերաիմաստավորումներ եւ հետեւաբար նոր առավել արդյունավետ գործողություններ ու դիրքորոշումների ձևավորման հնարավորություն։ Մինչ մենք կբացենք, թե ինչ ազդեցություն կունենա Միեդի վճիռը այս գործի ընթացքի քննության վրա, կուզեի խնդրել ձեզ եւս մեկ անգամ բացեք, թե ինչ է Միեդը վճռել ի վերջո։ Ես հստակեցնեմ, որ Միեդը պետությանը պարտավորեցրել է իր վճռով։ Այո, Եվրոպական դատարանը մի շարք կարևորագույն խնդիրներով ճանաչել է պետության կողմից թույլ տրված խախտումը եւ նաեւ հետեւաբար այն պարտադիր է եւ պետության համար պայմանավորող կողմի համար ինչպես դրա մասնավոր, այնպես էլ ընդհանուր տեսանկյունից կատարման առումով։ Եվրոպական դատարանը նախ հատուկ մոտեցում է դրսևորել արձանագրելով, որ այս գործով փաստերի կապակցությամբ կիրառելու է հիմնավոր կասկածից վեր ստանդարտը, ինչը բնորոշ է ներպետական ատյաններում մարդու մեղքի հաստատման համար կիրառվող ստանդարտին համապատասխանում է։ Սա կարևոր առանձնահատկություն է եւ այս ստանդարտի կիրառման միջոցով Եվրոպական դատարանը անձանց մահը նրանց մահ պատճառելու պատասխանատվությունը վերագրում է պետությանը։ Բայց դա ներպետական մեղադրանքների կառուցվածքը կփոխի որևէ կերպ։ Այն պետք է փոխի։ Այն պետք է փոխի։ Այ կփոխի թե ոչ, սա այլ հարց է, բայց դա այդ հարցի բացասական պատասխանը նշանակում է, որ պետությունը չի կատարում այս մասով Եվրոպական դատարանի վճիռը։ Այն ինչպես այսօր քննարկվեց եւ նաեւ դատախազության կողմից եւս ընդունվեց, այն պետք է փոփոխի իրավական գնահատականը եւ այդ գնահատման մոտեցումը։ Ոչ թե փաստական կողմը, այլ դրա քրեաիրավական գնահատականը։ Հա, փաստական կողմը այնքանով, որքանով Եվրոպական դատարանն ասում է, որ ես հիմնավոր կասկածից վեր ստանդարտով այլևս հաստատված եմ համարում այս փաստը, սա արդեն մի ահռելի գործ է, որը Հայաստանի Հանրապետությունը 17 տարի ձախողել է անել։ Այսինքն Եվրոպական դատարանը եւ փաստական առումով է ֆիքսում եւ նաեւ իրավական մոտեցման, իրավական գնահատականի առումով է ֆիքսում, թե ինչպես պետք է գնահատվի եւ ինչպես է գնահատվում այս արարքները։ Իսկ ինչ է ասում, ինչ ուղղություններով է դա ասում, իրավական գնահատականի ինչ ուղղությամբ։ Այսինքն այն միասնական դիտավորության եւ ընդհանուր պատասխանատվության հարց է բարձրացնում բոլոր այն պետության գործակալների համար, որոնք որ մասնակից են եղել այս գործողություններին, որոնց արդյունքում զոհեր են տեղի ունեցել։ Իսկ մեղադրանքն է փոխվելու, պարոն Եգորյան։ Այն պետք որ մեղադրանքի մասին եք խոսում, տեսեք, մենք արդեն ունենք, չէ՞, գործը, որը հակակոռուպցիոնում է քննվում, այդ մասով մեղադրանքը նույնն է շարունակելու մնալ, թե եթե իրավական գնահատականն է փոփոխման ենթակա, գուցե այս ուղղությամբ որևէ բան փոխվելու։ Այդ մասով պետք է քննարկման առարկա դարձվի այս պահին արկա մեղադրանքների, որտեղ մենք բոլոր մեղադրանքներին ծանոթ չենք նախաքննության ընթացքում
եւ ընդհանրապես ուղղություններին էլ առանձնապես ծանոթ չենք, ինչպես ասեցի։ Այս մասով պետքա գնահատվի Եվրոպական դատարանի կողմից բարձրացված մոտեցումը եւ դրա կիրառումը, դրա իմպլեմենտացումը մեր ներպետական վարույթով նախաքննության, ինչպես նաև պետքա քննարկվի դատարան գտնվող Քոչարյանն ու մյուսները մեղադրանքի տեսանկյունից այս Եվրոպական դատարանի արձանագրած մոտեցման կիրառության հարցը։ Սրանք պետքա քննարկվեն, որպեսզի հասկանանք ինչ լրացման անհրաժեշտություն կա։ Ձեր ասածը դրան էր վերաբերում, որ պետք է ամբողջական եւ սպառիչ վերանայում իրականացնենք։ Այո։ Լավ։ Դատախազը ասաց, որ առաջիկայում նոր դրվագներ պիտի ուղարկվեն դատարան, արդյոք ձեզ հայտնի է այդ դրվագների բնույթը, ինչպիսին են դրանք լինելու։ Ինչպես ես ասացի ազգային ժողովում 2018 թվականի երևի վերջից կամ առնվազն 19-ի սկզբից մեր հաղորդակցությունը, այսինքն տուժողների եւ վաճառողների եւ իմ հաղորդակցությունը որպես տուժող կողմի, հետեւաբար նաեւ մեղադրանքի կողմի մասնակից, ինչպես դատախազության հետ եւ մեղադրանքի կողմի հետ խզվել է, հետեւաբար նաեւ այս ամբողջ ընթացքում թե ինչպիսի գործողություններ, ինչ ուղղություններով են մշակվել, ձեռնարկվել կամ կիրառվել մեզ հայտնի չի։ Մենք եւս տեղեկացանք դա այսօր դատախազի խոսքից։ Բայց սա պատճառը։ Ես չեմ կարող ասել դա, այսինքն պատճառը չեմ կարող ասել, բայց միանշանակ է, որ դրա պատասխանատուն պաշտոնական կողմն է, պետական կողմն է։ Մենք չենք դրա պատճառը, մենք միշտ ենք պատրաստակամ այդ հաղորդակցությունը արդյունավետ վարելու, բայց սա մեկ այլ խախտման մասին խոսող փաստ է, կրկին սա էլ Եվրոպական դատարանի պրակտիկայով բազմիցս արձանագրված հարց է այլ գործերով եւ այն մասին է, որ տուժող կողմը պետք է անհրաժեշտ եւ բավարար չափով տեղեկացված լինի ընթացող քննության մասին եւ դրա արդյունքների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսեց բանակի ներգրավվածության մասին, միեդի վճռին հղում անելով։ Այստեղ կուզեի մի փոքր պարզաբանենք, ի վերջո միեդը եկել է իր վճռով եզրակացության, որ բանակը օգտագործվել է այդ օրերին ցույցերը ցրելու համար եւ ցույցը ճնշելու համար։ Մենք ճիշտ հասկացանք այդ հղում է կատարել նաև եւ բավական ընդգրկուն կերպով օգտագործել է փաստահավաք խմբի զեկույցները, դրանք արժանահավատ դիտարկելով եւ այո արձանագրելով, վերահաստատելով այն փաստերը, որոնք որ տեղ են գտել այդ զեկույցներում, այդ թվում նաև բանակի զինված ուժերի ներգրավման մասով։ Այսինքն նաև դա մեղադրանքի հիմքում է դրված, որ բանակը այդ ժամանակ օգտագործվել է։ Դե այս պահին դատարանում գտնվող, սակայն դեռևս դատարանի կողմից չթույլատրված մեղադրանքի մեջ առկա է այդ մասը։ Խոսքը գնում է Քոչարյանն ու մյուսները գործի մասին։ Մենք այդ գործը, եթե կարող ենք մի փոքր բացել, քանի դրվագով է քննվում ի վերջո, առանձնացված մաս կա, ընդհանուր գործ կա, մի փոքր եթե հնարավոր է բացենք նաև հանրության համար, ի վերջո այդ գործը ամբողջական փաթեթից քանի դրվագով է անջատված։ Այս պահին դատարանում գտնվող այդ մի գործն ունենք։ Անջատված մասի մասին է խոսքը 21 թվականին, երբ որ հակակոռուպցիոն սկսեց քննել։ Չէ, դատարան ուղարկված մասի վերաբերյալ է խոսքը, որով որ սահմանադրական դատարանը հայտնի որոշումը կայացրեց 301 հոդվածի եւ այնուհետեւ 4 տարի տևած շրջափուլի արդյունքում այժմ դատարանը ներկայացրել միջնորդություն, որը այն մասին է, որ դատարանը թույլատրի վերավորակված մեղադրանքը, որի կապակցությամբ այս պայն դատարան դեռ որոշում չունի, այն գտնվում է դատարանում։ Իսկ դրա ժամկետների մասով որևէ այսպես գնահատական կարող եք տալ։ Մենք դեռ չենք հասցրել այդ հարցը։ Մենք կկարողանանք տեսնել որևէ արդյունք, թե ոչ դատաքննության այս փուլում։ Չեմ կարող ասել, այդ հարցը է, որ այս պայն դրված է սեղանին, այսինքն դա հարց է, որը եւս պետք է հասցեագրվի, որը եւս պետք է լուծվի։
Չերեմուխաների դրվագի հետ կապված եւս ոնց որ թե միեդի վճռում որոշակի տեղ կար հատկացված դրա մասին կմանրամասնեք ինչի մասն էր խոսքը։ Դե մենք գիտենք, որ կա 3 անձ իմ վստահորդների ազգականներից, որոնք որ մահացել են չերեմուխա տեսակի հատուկ միջոցի կիրառության արդյունքում։ Եվ այս 3 մահերը եւս Եվրոպական դատարանը վերագրում է պետությանը հաստատված համարելով, որ դրանք տեղի են ունեցել համապատասխան ստանդարտների, ուղղակի խոսքս չերկարացնելու համար չմանրամասնեմ, համապատասխան ստանդարտների խախտման, պետության կողմից իր դրական պարտավորությունների չկատարման եւ պետության կողմից ոչ անհրաժեշտ եւ ոչ համաչափ մահաբեր ուժի կիրառության, ինչպես նաև վաղամության ժամկետ ոչ պիտանի մահաբեր ուժ պարունակող հատուկ միջոցների կիրառության արդյունքը։ Սա ինչ է փոխելու դա ներպետական քննության ընթացակարգերում։ Դե տեսեք, օրինակ այս պահին այն ոստիկանների մասով, ովքեր որ քրեական գործով ապացուցված չերեմուխա հատուկ միջոց են կիրառել, նրանց մասով քրեական գործը կարճվել է, որովհետև նրանց առաջադրված մեղադրանքը վերաբերում էր այդ միջոցները սխալ անզգուշաբար կամ անփութորեն սխալ օգտագործելուն եւ հետեւաբար դրա մասով նախատեսված վաղամության ժամկետը սպառվելու հետևանքով որոշել են կարճել։ Հիմա մենք բարձրացնում ենք հարց դեռևս մինչև Եվրոպական դատարանի վճիռը բարձրացրել ենք այն հարցը, որը առաջադրել է նաև Եվրոպական դատարանը։ Մենք բարձրացնում ենք նրանց այլ մեղադրանքի առաջադրման հարցը, որի շրջանակում այս մարդիկ գործել են միասնական դիտավորություն շղթայում, ունեցել են կոնկրետ հրահանգներ, այս ընդ որում ես ինչ որ ասում եմ, քրեական գործով հենց նաև այդ թվում նրանց ցուցմունքներով հաստատված փաստեր են, ինչպես հասկանալի է, սա քրեական գնահատականի տրման խնդիր է։ Եվ այս գնահատականը պետք է տրվի, որպեսզի այս մարդկանց նկատմամբ հետապնդումը ոչ թե կարճվի, այլ այս մարդկանց adekvat մեղադրանքով, այս մարդկանց նկատմամբ adekvat մեղադրանքով հետապնդում իրականացվի եւ արդյունավետ հետապնդում իրականացվի։ Հիմա օրինակ վերադառնալով ձեր առաջին հարցին ինչ կտա այս լսումը, հա, այսինքն օրինակ եթե ստեղ մենք ունենանք փոփոխություն, կկարողանանք արձանագրել, որ սա առաջին ենթադրենք օգտակար արդյունքը եղավ։ Մի հետաքրքիր հարց էլ հնչեց ազգային ժողովում դիպուկահարների հետ կապված, դե նաև հանրության շրջանում են այս հարցը շատ քննարկել, արդյոք այդ օրերին եղել են դիպուկահարներ, արդյոք դրանք ինչպես ազգային ժողովում հարց հնչեց, եղել են այլ երկրից թե ոչ։ Դատախազը կարծես թե նախաքննության շահերից ելնելով չմանրամասնեց հարցի հետ կապված շատ դրվագներ, չնայած ասաց, որ տվյալներ կան։ Իսկ դուք որևէ մանրամասն կամ որևէ գնահատական այս առումով կարող եք տալ։ Թեկուզ միեդի վճռի համատեքստում։ Գնահատական չեմ կարող տալ, որովհետև այդ մասով մենք մեր տնօրինման տակ չունենք գնահատական տալու համար բավարար տվյալներ, իսկ միեդի վճռում որևէ դրվագով հիշատակում կա սրան։ Որևէ հաստատված փաստի մասին խոսք չի գնում, խոսք է գնում հիմնական խնդիրը հետևյալն է, հիմնական խնդիրներից մեկը, որ միեդը անդրադառնում է պետության կողմից բարձրացված նարատիվներին, այդ թվում նաև նմանատիպ հարցերին եւ այդ բարձրացված նարատիվները ոչ հիմնավոր է համարում Եվրոպական դատարանը, ասելով, որ դրանք ըստ էության ընդհանուր տեղի ունեցածի տրամաբանությունը փոփոխելու եւ այլ լույսի ներքո ներկայացնելու միտված ավելի շատ փորձեր են, որոնք որ որևէ կերպ չեն հիմնավորվում եւ հաստատված չի կարող դատարանը համարել, ինչպես նաեւ օրինակ այդ
այնպիսի նկարագրությունները, որոնք վերաբերում են այսպես ցուցարարների կողմից իշխանության զավթման կամ ասենք օրինակ ուժի կիրառության կամ ոչ խաղաղ հավաքների միջոցով իշխանության նկատմամբ որևէ ոտնձգությունների հարցին եւս մի է դա անդրադառնում, ասում որ սրանք հասկանալի է պետության կողմից տարածվող նարատիվներն են եղել, բայց դրանք չեն հաստատվում։ Պարոն Եգորյան, Միեդի հրապարակված վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել։ Դեկտեմբերին այն նոր ուժի մեջ կմտնի։ Դրանից հետո ինչպիսի ազդեցություն կունենա ներպետական քննության վրա եւ եթե պետությունը ամեն դեպքում չկատարի կամ թերի կատարի այդ վճիռը, ինչ է դա նշանակելու։ Դե տեսեք, այդ վճռի կատարումը այնպես չի որ մի գործողությամբ կատարում է ենթադրում։ Բնականաբար կատարման շրջանակում կան գործողություններ, որոնք որ ավելի արագ եւ ավելի տեսանելի են լինելու եւ կան բազմաթիվ գործողություններ, որոնք մի փոքր ավելի երկար ժամանակ են պահանջելու եւ այդպես շատ կարան տեսանելի չլինեն, բայց կարեւոր է որ դրանք կատարվեն։ Վճռի կատարումը ոչ միայն օրինակ ասենք կոնկրետ նախաքննության կամ դատախազության կողմից կատարվող գործողություններ են ենթադրում, ոչ միայն, բայց նաև դրանք, այլ նաև կարան ենթադրեն օրինակ ազգային ժողովի կողմից համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ կապված վերանայումներ, դատարանների կողմից համապատասխան ակտերի, որոնք դեռևս կայացվել են 2009-ից 11 թվականն ընկած ժամանակացում եւ դրանից հետո ակտերի վերանայումներ որոնք պայմանավորված են տուժողների որևէ կերպ դա կարող է անդրադառնալ նաև դատավորների փուլում գտնվող գործով մեղադրանքի հետ կապված քննարկում կամ հնարավոր վերանայում է ենթադրելու ավելին ասեմ նաև կառավարության կողմից արդեն ենթադրելու է այս դատավճռի արդյունքում առաջացած պարտավորության կատարում ինչպիսին է օրինակ ասենք նույն բարոյական վնասի հատուցումը, ինչպես նաև այդ բարոյական վնասի հատուցման մեխանիզմների ներդրումը, ինչպես ձեզ օրինակ հայտնի է այս պահին մեր քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այդպիսի իրավունք բազմաշերտ անելիք ունի բավականին բազմաշերտ է պետության անելիքները այս վճռի շրջանակներում եւ չանելու պարագայում դե չանելու պարագայում գործիքները հետեւյալն են ինչպես ներպետական մակարդակում համապատասխանաբար հարցի բարձրացում եւ հետապնդում դրա կատարման ուղղությամբ այնպես էլ արդեն մինիստրների կոմիտեի հետ աշխատանք եւ համապատասխան գրություններ համապատասխան ընթացակարգով որը նախատեսված է եւ կարագործարկվի եթե շահագրգիռ որևէ կողմ դիտարկում է, որ չի կատարվում Եվրոպական դատարանի վճիռը։ Պարոն Եգորյան, շատ պարզ գուցե թվահարցս, բայց այդուամենայնիվ այն հնչեցնեմ, մարտի 1-ի գործը վերաբերում է 10 սպանվածներին, թե նրանց պատվիրատուներին ի վերջո։ Մարտի 1-ի գործը չափազանց ընդգրկուն եւ մասշտաբային էֆեկտ է ունեցել եւ այն ընդհանրապես վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության հաղթահարմանը եւ դրա արդյունքում այն ազդեցություններին, որոնց հետևանքով մենք այսօր գտնվում ենք այս կետում եւ այդ ազդեցությունը դեռ շարունակվում է եւ շարունակվելու է որոշ տարիներ վստահաբար։ Այսինքն այն չի վերաբերվում միայն սպանություններին, միայն 10 զոհերին եւ այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ միայն այս 10 զոհը չեն, որ եղել են մարտի 1-ի գործողությունների շրջանակում։ Հիմա ցավոք այս մասով մենք քննության առավել
մանրամասն տվյալներ չունենք եւ չգիտենք այս մասով քննություն իրականացվում է թե չէ, բայց մեզ հայտնի է, որ դրա մարտի 1-ին հաջորդող ժամանակահատվածում գրեթե երևի այդ ամբողջ տարին տարատեսակ ահազանգերով կամ հաղորդումներով մենք բավական մեծ մահացության դեպքերի, ընդ որում անհայտ պատճառներով եւ պայմաններում դիերի հայտնաբերման զեկույցներ են եղել, ինչպես տեղական ինքնակառավարման Բայց դուք կապում եք դա Մարտինեկի կա վարկած, որ այդ ընթացքում այլ մահեր են դրանք Եվ այո, այդ մասով ոչինչ չունենք այս պահին պաշտոնական կողմից, մենք չգիտենք այդ մասով ինչ քննություն է իրականացվում։ Իսկ դուք կարող եք որևէ կերպ հաղորդում ներկայացնել դրա մասին կամ գուցե գործիքակազմ ունեք դրա մասին պաշտոնական կողմին իրազեկելու, գործընթաց սկսելու, եթե դրանք հիմնավոր կասկածներ են։ Ինչ որ մի բան չի, որ տենց միայն մեզ է հայտնի, դրանք հայտնի տվյալներ են, որոնք որ վարչականացնող մարմինը հանգիստ կարող է օգտագործել։ Մենք այս պահին կոնկրետ ես իմ ջանքերը կենտրոնացնում եմ իմ վստահորդների շահերի պաշտպանության։ Լավ, պարոն Եգորյան, այս փուլում կարելի է արդյոք ասել, որ քննությունը շարժվում է դեպի ամբողջական փուլ եւ արդյոք կան արգելակող գործոններ, օրինակ ապացույցների բացակայության հետ կապված, քաղաքական կամ իրավական խոչընդոտների հետ կապված։ Ես չեմ կարող գնահատել, որ նախաքննությունը շարժվում է ինչ-որ այդպես այնպիսի արդյունավետ ուղղությամբ, որը բավարարող է, այդպիսի գնահատական տալու համար ես բավական բավարար փաստեր չունեմ եւ ազգային ժողովում ուղղակի կատարված հայտարարությունները դրանք բավարար չեն այդպիսի գնահատական տալու համար։ Այս մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է խոչընդոտներին, հա, եւ ապացույցներին։ Տեսեք, մի հետաքրքիր հնարք կա, որը միշտ կարա կիրառվի։ Կախված նրանից, թե դու ինչ ապացույց ես փնտրում, եւ կախված նրանից, թե ինչպիսի փաստ ես դիտարկում որպես անհրաժեշտ ապացուցման, դու կարող ես եւ հանգուցալուծել խնդիրը եւ մտցնել այն փակուղի։ Մինչ այդ ո՞նց է եղել։ Մինչ այս պահը, այսօր իմ խոսքով եւս դրան անդրադարձա։ Մինչ այս պահը մեր տրամաբանությունը, մեր ասելով նկատի ունեմ պետության տրամաբանությունը, որ պետք է ապահովեր արդյունավետ քննություն, հա, այս գործով եղել է փակուղային։ Իսկն պետությունն ինչ ասում, այսօր էլ օրինակ զեկույցներից ոմանց շրջանակում ներկայացվում են մեզ, այ որ տենց շատ բարդ է, այսքան ժամանակ է անցել, մենք չենք կարողանում այս պարկուճային մի գնդակի հետ նույնականացնել, այս գնդակը, չգիտեմ, զենքի հետ նույնականացնել, զենքը եսի ինչի հետ, այս գնդակը մահվան հետ կամ այսպես ասած մուտքային կամ ելքային անցքերի հետ եւ այսինքն միշտ կարելի է այնպիսի բաներ մտածել, որոնք չես կարողանալու ապացուցես, բայց այսօր մեր ճիշտ հասկացա, եղած փաստերը այնպիսին են ընտրվել, որոնց ապացուցման համար կան խնդիրներ կամ ստեղծվում են խնդիրներ։ Այո, եւ վերանայել փաստերը եւ դրա համար ապացուցել, որովհետեւ կախված նրանից թե քո մոտեցումն ինչպես է։ Բայց եթե դրանք են փաստերը։ Չէ, ինչ է նշանակում դրանք են փաստերի ավազանը չափազանց մեծ է։ Հարցն այն է, թե դու օրինակ ոստիկանական գործողությունների արդյունքում պատճառված հետևանքների կապակցությամբ ինչ ես ուզում անես, ուզում ես պարզես, թե կոնկրետ որ ոստիկանը ենթադրենք, որ ասենք անձին կրակեց կամ որ զենքը կիրառեց, թե դու նրանց ինչպես եվրոպական դատարանն է առաջարկում մոտեցում, պետքա գնահատես նրանց ընդհանուր գործողությունների տրամաբանությունը, դիտավորությունը եւ բովանդակությունը եւ հասկանաս, թե ինչպիսի քրեաիրավական գնահատական կարող ես առաջադրել։ Մեզ մոտ առաջին տրամաբանությունն է գործում, ձեր ասացի։ Այո, դա 2000, ասենք 9 թվականից այդ տրամաբանության փոփոխություն չի եղել,
ընդհանուր մինչև Եվրոպական դատարանը հայտնեց, որ այս տեսակ եմ ես գնահատում այս փաստերը եւ այս իրադարձություններն ու այս հանգամանքները։ Հիմա տեսնենք, արդյոք փոփոխվում է այդ տրամաբանությունը, այդ մոտեցումը, թե ոչ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Տիգրան Եգորյանն էր, փաստաբան, կհանդիպենք։